Փաշինյանն ընտրակաշառք է բաժանում։ Անդուրժող լինել, այդ թվում նաև գործող վարչապետի նկատմամբ։ Եկեք քննադատենք, եկեք օգնենք երիտասարդներին։ Բավականին ջղաձգված հայտարարություն է։ Որ քաղաքացիները իր թիրախը։ Լկտիագույն process-ներ, ժամանակվա չինովնիկներ, որոնք այսպես մտան սրանց տակ։ Ես ձեր տան տղեն եմ։ Մեր տղային կարելի է թույլ տալ, որ Արցախը հանձնի։ Դե ինքը հարիֆա իր գրպանն են գցել։ Այսինքն մեր հոպարն է, մեր քերին է, մեր որթե գրյալ հայրն է։ Հայաստանի պատմության ամենաայլանդակ ընտրություններն են լինելու։ Ամենաայլանդակությունները։ Արդյոք քաղաքացին սա չի տեսնելու, երբ որ գնա ընտրության այդ ծիճկեն դնի։ Բայց քաղաքականությունը պատերազմի կռվի դաշտ է, ու ձեզ հնարավոր չէ, թե մտելես պետք է գնաս մինչև վերջում այդ մարդը ինչը կարծում եք իշխանությունը տալու։ Փաշինյանն ընտրակաշառք է բաժանում։ Հանկարծ հասկացավ, որ թոշակառուն արդեն գիտի, թե ինչի վրա կարող է ծախսել ավել 10,000 դրամը եւ հայտարարեց թոշակները բարձրացնելու մասին։ Գիտեք, կարծում եմ իր վերջին շաբաթներ առաջ կարծեմ կամ ամիսներ առաջ կառավարության նիստի ժամանակ հնչեցրած թեզերը, որոնք խիստ սուր են ընկալվել իր հիմնական ընտրակաշրջանակների թոշակառուների սոցիալապես խոցելի զանգվածների կողմից, իրենք սրբագրում են, այսինքն կան մարդիկ, ովքեր չափել են տրամադրություններ, ընտրական տրամադրություններ եւ արձանագրել, որ այդ 10,000 դրամի վերավարական ձևակերպումը, որ ինչ անելու թոշակառուն 10,000 դրամը ծախսելու տեղ չունի կամ չգիտի ինչպես ծախսի, կարող է բավական բացասական ընկալում քաղաքական իմաստով ունենալ եւ ազդել որոշակիորեն ընտրությունների վրա, իհարկե, որովհետեւ այդ մարդիկ հիմնականում սոցիալապես շատ խոցելի են եւ process-ները ավելի շատ էմոցիոնալ, հավատքի, զգացմունքային դաշտերում են, ընկալում։ Սա կարծում եմ իրավիճակի սրբագրում է, իսկ եթե ավելի կոնկրետ բառերը իրենց անուններով դիմենք, այո, դա նախընտրական կաշառք էր, եւ այդ կաշառքները նոր չեն սկսվել, իդեպ տարին հենց կաշառքներով է սկսել, մի քիչ փորձենք դետալիզացնենք։ Հայաստանում նախատեսված էր պաշտպանության քաղաքականության իրենց պլանավորմամբ նախատեսված էր կարծես որ 26 սեպտեմբերից պետք է ծառայության ժամկետը կրճատվի, բայց սեպտեմբերին կառավարության ժամկետի կրճատումը քաղաքական դիվիդենդ չի կարող բերել հունիսին ընտրական process-ների մասով։ Ինչ արվեց, արագացվեց եւ պաշտպանության նախարար հայտարարեց, որ հունվարի 1-ից կարծես թե, այլևս զինծառայության ժամկետը Հայաստանի Հանրապետությունում նվազեցվելու է, դա իհարկե սոցիալական կաշառքի ձև է հասարակությանը ստանալու ընտրական աջակցություն հունիսի 8-ի ընտրություններում, իմանալով, որ իր հեղինակությունը մեղմ ասած գահավիժած վիճակում է։ Հաջորդ ընտրական կաշառքի տարբերակը, որը էլի սոցիալապես խոցելի խմբերին էր վերաբերում, դա ապահովագրական պարտադիր առողջապահական ապահովագրական համակարգի ներդրումներ, որը շատ հում process էր համակարգի կառավարման մենեջմենտի տեսանկյունից, բայց իհարկե թիրախայնությունը հանդիսանում էր 60+ քաղաքացիները, որովհետև այդ մարդիկ են հիմնականում իր ընտրազանգվածը։ Մենք այդպիսի ընտրական կաշառքների այլևս էլի ենք ակնհայտ լինելու, փոքրիկ կաշառքի ձև էր, YouTube-ի այսպես մոնետիզացիան, ես չեմ զարմանա, որ առաջիկա հարցազրույցներից մեկում ինքը նշի, որ YouTube-ի մոնետիզացիայի արդյունքում իրենք աշխատատեղեր են բազմահազար աշխատատեղեր են բացել իրենց քաղաքացիների համար, հայ քաղաքացիների, հայաստանի քաղաքացիների համար եւ մեծ հնարավորություններ է դա մարդկանց սոցիալական վիճակը կարգավորելու տեսանկյունից, իսկ առաջիկա հիմնական կաշառքներից մեկը լինելու հայ-թուրքական սահմանի մարգարայի կամուրջի բացումը, իդեպ ասեմ, այդ կամուրջը Հայաստանի Հանրապետության համար չի աշխատելու, դա ըստ արձանագրված կարգի, ըստ պայմանավորվածության, որի մասին մենք տեղեկացված ենք մամուլից, դա երրորդ երկրների համար է, իդեպ այդ երրորդ երկրի առաջին հորիզոնականը զբաղեցնում է Ադրբեջանը, այսինքն ադրբեջանական բեռները եւ քաղաքացիները Հայաստանի Հանրապետությունով կարողանալու են անցնել գնան Թուրքիա, բայց Հայաստանի քաղաքացիները եւ հայկական բիզնեսը չի կարողանալու։ Իդեալական։ Այսինքն ստացվում է ունենք օրինականացված կաշառք։ Այո, իդեպ այդ մասին մի քիչ տարօրինակ է, որ ես հղում եմ անում Transparency International կազմակերպությունը, որի նկատմամբ միշտ ունեցել եմ որոշակի վերապահումով վերաբերմունք, օբյեկտիվ վերապահումով վերաբերմունք, վերջերս ասուլիսի ժամանակ արձանագրեց, որ այո, Հայաստանում կաշառքները կենցաղային մակարդակից այսպես տեղափոխվել են պարգևավճարների եւ այդպիսի քայլերի մակարդակ։ Այնպես որ ընդունված եւ արձանագրված խաղի կանոնների շրջանակում այս ամենը շատ լեգիտիմ է, ընկալելի եւ տեսանելի։ Պարոն Ղովենդյան, մենք ունեցանք բարձրաստիճան ոստիկանների պաշտոնակություն։ Սա ինչքանով է կապում այս նախընտրական process-ների հետ, քանի որ խոսքը թե սպանությունների շատացման հետևանքով նրանք ազատվեցին աշխատանքից, սպանություններ մենք մինչ օրս էլ ունեինք եւ բազմաթիվ շատ ցավոք սրտի։ Նայեք, խնդիրը այստեղ մի քանի մակարդակ ունի, Հայաստանի կրիմինոգեն իրավիճակը կատաստրոֆիկ վատ է։ Ես բացարձակ չեմ ծայրահեղացնում խոսքը թվերի մասին, դրանք փաստ են։
Հայաստանի ներքին գործերի նախարարը վերջերս ասուլիսի ինչ-որ հարցազրույցի ժամանակ կարծես հնչեցրեց, որ այո, քանակը հանցագործությունների ավելացել է, բայց ծանրության թվերը չեն ավելացել, այսինքն հանցագործությունների քանակը ավելացել է, տեսակը տիպը չի ավելացել։ Դրա հաջորդ օրը տեղի ունեցավ Աչափյակի դեպքը։ Դրանից հետո Սևանի դեպքը տեղի ունեցավ։ Դրանից հետո էլի մի շարք դեպքեր տեղի ունեցավ, Զովունին այդ արանքում տեղի ունեցավ։ Այսինքն, երբ որ քաղաքացին նայում է մեդիաները եւ Շամշյանի եւ շատ այլ այսպես հանցավորության դաշտի հետ կապված մեդիա խոսքերն է դիտարկում, տեսնում է, որ օրը մեկ կամ ամեն օր մարդասպանություն է երկրում տեղի ունենում, ում վրա է ազդում դա, ում ընտրական ռեյտինգի վրա է ազդում գործող վարչապետի։ Նայեք, երբ որ ինքը եկավ իշխանության 18 թվականին սկսեց զրույց քաղաքացու հետ ֆորմատով Facebook-ով շփվել քաղաքացիների հետ, հա։ Դրանք փոքրիկ բռնապետիկների վարքաբանություն է ենթադրում, որ այ ես ձեր հայրն եմ, ես ձեր առաջնորդն եմ, ես ձեզանից մեկն եմ, ես ձեր տղան եմ, երբեմն միամիտ եւ այլն, եւ ուզում եմ ձեր խնդիրները լուծել զրույցների միջոցով եւ այլն եւ այլն։ Հետո կյանքը փոխվեց, խնդիրների հայտ եկան, այդ ֆորմատը վերացավ։ Վերջի շրջանում, երբ որ համապատասխան խորհրդատուները հավանաբար երկրից դուրս այսպես ներգրաված է, խորհրդվեցին, որ իր իմիջը փոխի եւ սկսի նոր ֆորմատով մարդկանց հետ շփվել, ինքը սկսեց կրկնել, բայց առանց անունների, այսինքն առավոտյան այդ իր ուղերձները, այդ սրտիկային եւ այլն կամ արձանագրումները, որ X համայնքում Y քանակի հողատարածք է վերադարձվել, ելի քաղաքացու հետ զրույցի տարբերակներ են։ Մոտենում են ընտրություններ, իսկ ընտրությունները իր համար սուրբ են։ Հիմա ի՞նչ է տեղի ունենում ինքը եւ հասարակությունը, այսինքն ինքը ուղերձը ամեն անգամ հողում հասարակությանը։ Հիմնականում ուղերձները դրական ֆորմատի են, բայց բոլոր ձախողումները կարելի է բարթել կառավարության վրա։ Այս պարագայում ձախողումների հեղինակները ովքեր էին։ Ներքին գործերի նախարարի 3 տեղակալները, որոնք հլու հնազանդ իրան ենթարկվում էին, կատարելով դիմադրության շարժման ժամանակահատվածում փողոցային ամենատարբեր ակցիաների ժամանակ ուժի անվերահսկելի կիրառմամբ ճնշումներ քաղաքական մրցակից թիմերի եւ սովորական քաղաքացիների երրաբլուրում երեխաներ կորսված մայրերի նկատմամբ։ Այդ նույն մարդիկ էին դրա հեղինակները։ Այսինքն այս մասում իրենք հլու հնազանդ ենթարկում էին գործող վարչապետին, որովհետև կար հրահանգ եւ կար շահագրգռվածություն։ Հիմա երբ որ կրիմինոգեն իրավիճակը աչքաթող էին արել, բայց Հայաստանում կան խաղ բանտարկյալներ, որոնց հիմնական գործիքը, որոնց այդ մարդկանց բռնում էին եւ ճնշումների միջոցով կարողանում էին ազատազրկման վայրեր ձերբակալել, կանոնավորել եւ այլն, այդ մարդիկ ռիսկի, այսպես ռեյտինգի ռիսկի աղբյուր են դարձել իր համար։ Պետք է ինչ-որ մեկին մեղադրել, չէ՞ դրանում, իսկ տեղակալները դրանք լավագույն թիրախներ են։ Այլ երկրում կարող էր այլ վիճակ լիներ, օրինակ ներքին գործերի նախարարը հրաժարական տար, որովհետեւ ինքն է բոլորին պատասխանատուն, հա, բայց դա տեղակալների ընտրությունների ենթարկվել անօրեն հրամանների այս ողջ ընթացքում եւ դրանք էլ փաստորեն այսպես վարձահատույց եղան, որովհետեւ իրենց չաշխատանքով ռիսկի տակ էին մտցնում ընտրական ռեյտինգը։ Կարծում եմ կլինեն որոշակի ձևակերպումներ, որ այլևս անընդունելի է եւ այլն, հղումներ, որ քաղաքացու անվտանգությունը մեր համար սուրբ խնդիր է եւ այլն եւ մի քանի նոր հերթական կամակատարներին կնշանակեն, որպիսի կամ ԺՊ-ներ կնշանակեն մինչև հունիսի 8-ից, ԺՊ-ի ինստիտուտը շատ կարևոր է, ասում է, որ կարողանաք մեր դիրքերից, այսինքն ընտրությունների ժամանակ մեզ հլու հնազանդ օրենքից դուրս ենթարկվել եւ ծառայություն մատուցել, ապա դրանից հետո ձեզ տեղակալի պաշտոններում կհաստատեք։ Դա արդյունավետ գործիքակազմ է, մենք բազմից ենք տեսել վերջին 5-7 տարվա մեջ։ Այսինքն պատրաստ է զոհաբերել ցանկացածի, միայն թե պահպանի ռեյտինգը, անգամ իր թիմակիցներին։ Կարծում եմ ձեր հաղորդումը եւ ձեր ձևակերպումը թող լսեն են մարդիկ, ովքեր մինչ օրս աջակցում են իրեն, եւ կարծում եմ, որ իրանք նույն նավում են։ Պետք է հասկանալ մի բան, գործող վարչապետը ընդհանրապես իր նավում միայն իր համար տեղ կա։ Որևէ մեկի, այդ թվում աշխատակազմի ղեկավարի, արդյոք նաև Հայաստանի գործող նախագահի, մի քիչ տարօրինակ ձևակերպում եմ, չէ՞, Հայաստանի գործող նախագահի, այդպիսի մարդ էլ կա իդեպ, իր համար էլ տեղ չի լինելու այդ նավում, եթե իրավիճակը փոխվեց։ Եթե չփոխվեց, կարծում եմ Հայաստանում ընդդիմություն այլևս կդադարի գոյություն ունենալուց։ Ուղղակի հայտում նաև հակօրինական ճանապարհով, որի մասին մի քանի անգամ թե ինքը, թե թիմակիցները, թե հարակից սատելիտ կուսակցությունների ներկայացուցիչները հռչակել են։ Ինձ գիտեք ինչ է հետաքրքիր, դուք էլ նշում եք, անում է զրույցներ քաղաքացու հետ այդ ամեն առավոտ սրտիկները է ուղարկում շատ հետաքրքիր երգերի ուղեկցությամբ,
Օրինակ, Կիրանցում էլ գնաց, ինչ ասեց, ես ձեր տան տղեն եմ, ես ոնց կարամ ձեզ խաբեմ կամ չգիտեմ ինչ, եւ արդյունքում մենք ունեցանք հանձնված տարածքներ Կիրանցից։ Ամեն օր ասում է քաղաքացուն այսքան հետ եմ բերել, չգիտեմ, մի հատ Range Rover եմ հետ բերել, մի հատ չգիտեմ ինչ եմ հետ բերել, բայց Արցախը հանձնել է 200 կիլոմետր օկուպացված այս պահին Ադրբեջանի կողմից։ Արդյոք քաղաքացին սա չի տեսնելու, երբ որ գնա ընտրության այդ ծիճկեն դնի։ Լայն հարց եք տալիս շատ, եւ այս հարցադրումները, այս դեպքերը տարբեր փուլերում են իրողություն դարձել։ Նախ պետք է հասկանալ, որ քաղաքացին է իր թիրախը եւ ում է այդ մեսիջները ուղղված։ Երբ որ դուք խոսում եք սրտիկների մասին, այսպես ասած, սիմվոլիզմի մասին, դա նեյրոլինգվիստիկ պլանավորման էլեմենտ է։ Դա ազդում է մարդկանց։ Դրական էմոցիոնալ հոսք է տալիս։ Բայց այսպեսի մի խնդիր կա։ Մարդիկ, ովքեր իր խորհրդատուներն են, ասել են, որ տղա ջան, դու երիտասարդության մեջ ունես ցածրագույն հեղինակություն։ Դու պետք է քո կարգավիճակը, քո իմիջը էականորեն փոխես։ Հիշում եք իմիջի փոփոխությունը ինչից սկսեց, որի մեջ նաև կար այլ սիմվոլիզմ, այսպես 4-րդ հանրապետության թեմայի նախերգանքը սիմվոլիզմի տեսակ սափրվեց, գլխարկ սկսեց կրել, հեծանիվ սկսեց քշել, սկսեց երաժշտական ինչ-որ ստեղծագործությունների հետ ծանոթանալ եւ այդ սրտիկային էլեմենտը, այդ տրենդը միայն հայկական չի։ Այդ սրտիկները, դրա զանգվածների կառավարման, ամենատարբեր զանգվածային երիտասարդական միջոցառումների ժամանակվա վարքաբանության վերաբերմունքի դրսևորման ձևը։ Ու ասեմ ձեզ, դա տարածվում է։ Դրա մասին մարդիկ խոսում են, բայց ես չեմ կարող պնդում անել, որ այդպիսի սիմվոլիզմը եւ դրա գործարկումը հասել է իր թիրախին, այսինքն երիտասարդության մոտ իր նկատմամբ վերաբերմունքի դրական աչքը ամենևին։ Աբսուրդի աստիճան այն իմաստով, որ այդքան ջանք է գործադրվել, բայց գործող վարչապետին աջակցելու գաղափարը երիտասարդների մոտ դա անպատվության հետ է հոմանիշվում։ Քծնանքը, կներեք, կամահրանքը, ծիծաղը, երբեմն ատելության խոսքը, ձեռ առնելու որակային ձևակերպումները երիտասարդների մոտ գործող վարչապետի նկատմամբ հիմնական վերաբերմունք արտահայտող ձևակերպումներն են, այսպես պահվածքն է, այսինքն այդ հարցում թիրախին չեն հասել։ Բայց կախված նրանից էլի եմ կրում, թե ով է քաղաքը, որ քաղաքացին է իր թիրախը։ Այն քաղաքացին, որ մեդիա հոսքերի նկատմամբ հասանելիություն անհրաժեշտ չափով չունի, այո, ինքը շարունակում է խոցելի մնալ։ Ինքը շարունակում է հավատի, հույսի, մեր տղու գաղափարի շրջանակում դիտարկել սրան։ Իսկ ինքը շատ լավ հասկանում է, որ մեր ընկալման մեջ մեր տղուն կարելի է նաև սխալվել, մեր տղային կարելի է թույլ տալ, որ Արցախը հանձնի, մեր տղային կարելի է պարտքով փող վերցնել 14 միլիարդ երկրի, այսպես ասած, վզին դնել ու այդ փողը, այդ վարկը, այդ արտաքին պարտքով ասպասարկելու բոլորը, բայց քանի որ այդ մեր տղանը իրանք կարելի է այդ ամեն ինչը ներել, այդ կոնցեպտի շրջանակումը։ Հիշում եք գաղափարը, որ կենցաղային եմ ձևակերպելու, դա ինքը հարիֆա իր գրպանն են գցել։ Դա փայլուն փաստար կա այն շրջանակի մոտ, ովքեր հավատով են մտածում, հավատով, էմոցիայով եւ այլն եւ այլն։ Մարդկանց չի կարելի մեղադրել ինչու, որտեղ այդ մարդիկ ամբողջ կյանքում շատ խոցելի են եղել։ Այդ մարդկանց մի զգալի մասը սոցիալապես շատ խոցելի է, կախվածություններ ունեն, սկսած գյուղապետից վերջացած մի հատ թոշակից եւ այլն։ Մարդիկ ահավոր աղքատ են ապրում, իսկ աղքատությունը ազդում է մտածողության վրա։ Հետևաբար իսկ ինքը շատ լավ է հասկանում հայ հանրույթի, շատ լավ։ Իր համար խնդրահարույցը Երևանաբնակներն ու քաղաքաբնակներն են, մարդիկ, ովքեր հարցեր կարող են տալ եւ պատասխանները չստանալ եւ արդեն հասկանում են, որ սուտը գործող կառավարության հիմնական ռազմավարությունն է հանդիսանում։ Այդ դրա համար ինքը ամեն առիթ օգտագործում է հանրահճոտ տեքստեր, այսինքն YouTube-ի մոնետիզացիան Հայաստանի վարչապետի տեքստը, որ ինքը հնչեցնում է։ Մենք անվտանգության դեֆիցիտի միջավայրում ենք ապրում, այս ամբողջ ռեգիոնը զինվում է, միակ երկիրը, որ բյուջեում անվտանգության էլեմենտի բյուջե ծախսեր չի ավելացրել, Հայաստանի Հանրապետությունն է։ Հա, բայց մեզ պետք չի։ Մեր երկիրը խաղաղ է, մենք խաղաղության ենք գնացել։ Թշնամիներ չունենք արտաքին։ Գիտեք, հաճախ մենք այս թեզերից դուք ակնհայտ է որ սարկազմով եք ասում, բայց սովորական քաղաքացիները, որոնք հոգնել են այս ատելության մրցավազքից, այս լարվածությունից, հաճախ չհասկանալուց էլեմենտները,
ընդդիմության դեմոնիզացիայից, որը իշխանությունը բավական փայլուն է իրականացնում, հա, այսինքն բոլոր մեղավորները նախկիններն են, այդ նախկիններ ներկաներ տարանջատումից։ Հիմա նաև արդեն օրինակ վերջերս Գյումրիում տեղի ունեցած այդ վրիպակը օգտագործում են գյուղացի քաղաքացի հակադրության համար։ Հասկացեք, մարդը դրական էության որևէ էլեմենտ չունի, իր մոտ խնդիրը խառնակցությունն է, այսինքն բաժանել, որպեսզի տիրել ինտրիգներ ստեղծել, որպեսզի բոլորը բոլորի դեմ դուրս գան, որ ինքը կարողանա շարունակել մնալ իշխանությունը։ Այս գործիքակազմի դեմ միայն կարելի է հանդուրժողականությամբ առանց մի գրամ ատելության խոսքի է պետք մոտենալ։ Այդ թվում նաև քարոզարշավի ժամանակ, որովհետև երբ որ դու սկսում ես օբյեկտիվորեն քննադատել գործող իշխանությանը, մարդիկ միանգամից ճամփաբաժանում են, ասում են սև սպիտակ։ Բայց երբ որ ասում ես մենք հասկանում ենք, որ բազմաթիվ սխալներ են եղել, պետք է իրավիճակը թեկուզ հանդուրժողաբար որևէ մեկին պետք չի պատժել, եթե իշխանություն փոխվել, հենց այդ վախի էլեմենտը դուրս է գալիս մեջտեղից։ Այդ իրավիճակում կարծում եմ, եթե ընդդիմությունը այս գործիքակազմից օգտվի, կարող է մի շարք փակ դռներ իր առջև բացվեն քաղաքացիների մոտ։ Իսկ չի կարող այդ խոսույթով ինչ-որ ընտրազանգված կորցնել, այսինքն այն մարդկանց, ովքեր իրոք սպասում են, որ իշխանության փոխվելուց հետո այս մարդիկ կպատժվեն։ Այն ընդդիմության քաղաքական պլանավորման իմաստը հետևյալն է, որ այն ինչ խոսույթով դու պետք է մտնես գյուղ, մարզ, սոցիալապես համապատասխան շրջանակի մարդկանց մոտ, նույն խոսույթով դու ենթադրենք չպետք է մտնես Երևան, չգիտեմ, այլ գիտակցական մակարդակի մարդ, դու պետք է հասկանաս որ լսարանում ինչ թեզեր, ինչ առաջնահերթություններ, ինչ սկզբունքներ եւ ինչ մոտեցումներով է հանդես գալիս, բայց քաղաքական պլանավորումը հենց դրանում է։ Ընդ որում խնդիրը հետեւյալն է, բարձ տարադասական բաներ չի կարելի խոսել։ Մարդիկ պարզ ազդվության, անկեղծության կարիք ունեն։ Ես երբեմն սոցիալական էքսպերիմենտներ եմ անում սոցիալական ցանցերում, այդում նաեւ խիստ ինտելեկտուալ մարդիկ օգնել են այս ատելության մրցավազքից։ Երբ որ սկսում են դիտարկել, լսել եւ հասկանալ, որ դուք ատելության քննադատության թեկուզ արդարացված խոսք եք ասում, իրենք մերժում են։ Այդ ինֆորմացիան մերժում են։ Մարդիկ ֆիզիոլոգիապես հոգնել են պրոստը, լարվածությունը դիմանալը դժվար է։ Դրա համար եթե դուք ուզում եք այդ մարդկանց սրտերին եւ ուղեղներին դուր բացեք, ճանապարհ հարթեք ու կարողանաք ինչ-որ մի բան փոխել, պետք է շատ զգույշ ու շատ համբերատար ու շատ հանդուրժող լինել։ Այդ թվում նաեւ որքան էլ տարօրինակ է, այդ ես եմ ասում ու ես ձեր եթերում եմ ասում գործող վարչապետի նկատմամբ։ Տարօրինակ բան եմ ասում, այո, բայց ես եմ ասում, ես գիտեմ ինչի համար եմ այդ ասում։ Ատելությունը ճամբարաբաժանություն է ստեղծում, իսկ մենք մեր քաղաքացիները չպետք է ճամբարաբաժան լինենք։ Դա գործող վարչապետի ռազմավարությունն է։ Ինչքան բաժանի, այնքան ինքը ավելի ուժեղ է լինելու։ Մենք չպետք է փորձենք թույլ տանք, որ այդ բաժանումը իրողություն դառնա։ Բայց իր կողմից մենք շատ ենք նկատում այդ ատելության խոսքը, թիրախավորումները ընդդիմադիր դաշտի ոչ գեղեցիկ, այսպես ասած, խոսույթը, մասնավորապես օրինակ Ռուբեն Ռուբինյանի հայտարարությունը, որ մենք թույլ չենք տալու եւ բավականին ջղաձգված հայտարարությունը, թույլ չենք տալու, որ երկրորդ նախագահը եւ ինչ որ օլիգարխներ գան իշխանության։ Այստեղ հիմնական հարց, նախ դա մենեջմենտի եւ դիրքավորման ձև է։ Երբեմն դա ինտուիտիվ է լինում, այսինքն երբ որ դու լարվածություն ես ունենում ներսում, հետաքրքիր է ինչի է երիտասարդը տես լարված եւ ինչի է հենց կոնկրետ երկրորդ նախագահի նկատմամբ լարված։ Կարող է ընտանիքում խնդիրներ ունի, աշխատավայրում խնդիրներ ունի, հոգեբանական խնդիրներ ունի։ Կարելի է օգնել երիտասարդին, ինչի եկեք քննադատենք, եկեք օգնենք երիտասարդին։ Ներքին լարվածությունը մեղմենք, բացատրենք իրան, մի քանի անգամ համբերատար բացատրենք եւ այլն։ Հասկանանք այդ լարվածության իրական պատճառները։ Ինչու են դες կտրուկ սրում իրենց խոսքը կոնկրետ անձերի դեպքում գնահատականներում։ Կարելի ավելի հանդուրժող լինել այդ երիտասարդի նկատմամբ, որովհետև ամեն դեպքում այդ լարվածությունը դա շեղված վարքի դրսևորում է, այդ հիստերոիդալ վարքը։ Իսկ հիստերոիդալ վարքը կարծում եմ հանրային աջակցության կարիք ունի, այդ թվում նաև երբեմն մասնագիտական բուժօգնության, հա։ Ես շատ դրական, ես շատ անկեղծ եմ ասում, որ հումանիզմի դիրքերից կարելի է իրան մոտենալ, բայց հասկանալով լարվածության իրական իմաստն ու բովանդակությունը։ Սովորաբար լարվածությունը իրենց մոտ ավտոմատ է լինում, երբ որ հասկանում են, որ ինչ որ իրավիճակ, ինչ որ process-ներ իրենց շահերին դեմ են։ Եվ դա իհարկե կապված է նախընտրական ընթացիկ նախընտրական ռեյտինգների հետ մեկ եւ հունիսի 8-ին այսպես սպասվող ընտրությունների հետ երկուս, բայց պետք է նաեւ արձանագրել, որ մարդիկ, ովքեր այդպիսի լարվածություններ ունեն, ձեռքերը ծալած չեն նստում։ Եվ ձեռքերը ծալած չեն նստում մինչեւ ընտրությունները, ոչ թե ընտրությունների օրը։ Ես կարծում եմ, որ օրենքի մանիպուլատիվ մեկնաբանությունների
միջոցով կարող են ամենատարբեր տիպի քայլեր ձեռնարկել ընդդիմադիր լիդերների եւ ընդդիմադիր առանձին թիմերի նկատմամբ, հասկանալով, որ վտանգի լուրջ աղբյուր կա։ Ու դրան պետք է անդիմությունը պատրաստ լինի։ Այդ կոնտեքստում Եվրամիությանը դիմելը, Մոլդովայի սցենարով օգնություն խնդրելը, Արադ Միրզոյանի նամակի հիման վրա հիբրիդային արագ արձագանքման խումբ խնդրելը, այս ամենը տեղավորվում է այդ կոնտեքստում ինչ քայլերի կարող են գնալ։ Նախ այս process-ները շատ վաղուց են արդեն Հայաստանում իրողություն դարձել, ամիսներ, եթե ոչ տարիներ առաջ։ Գիտեք, խնդիրը որն է, ընդդիմադիր դաշտի նաև խնդիրը որն է, որ իրենք ռեակցիոն են, այսինքն այն process-ները, ինչ որ սկսել են վաղուց, դրան գումարները արդեն Հայաստանում են, արդեն ծրագրերը մշակված են։ Մի շարք մամուլի հետ կապված կազմակերպությունները արդեն տրեյնինգներ են իրականացնում, դասընթացներ են իրականացնում, այդ հիբրիդային շատ մոդայիկ բառի մասով։ Իդեպ այդ հիբրիդային բառը կարելի է բառարանում դնել Ռուսաստանի Դաշնության հոմանիշ որպես, չէ՞, իրենց ընկալումը այդպեսին է, որովհետև իրենց ընկալումը այն է, որ Հայաստանում մոլդովական սցենարի հնարավորություն կարող է լինել, եւ հիմնականում այդ մոլդովական սցենարը մի քիչ այդքան չի համապատասխանում մեզ, որովհետև դրական օրենսդրությունը չի բռնում իրար, ընտրությունների ոգին ու ֆորմատն էլ չեն բռնում իրար շատ հարցերում, բայց մի բան է բռնում։ Երկուսի պարագայում էլ Եվրամիությունը դիրքավորվելու է գործող իշխանության աջակցման բոլոր հնարավոր գործիքակազմերով, այս պարագայում արդեն նաև քաղաքական, մեդիա եւ փորձագիտական դեսանտ են իջեցնելու, հա։ Դրա համար նաև գումարներ են հատկացվելու եւ այլն եւ այլն։ Այն նայեք դաշտում ովքեր ինչ են խոսում, ինչ էքսպերտներ, տարբեր տիպի խմբեր են ձևավորել, շատ վաղուց են ձևավորել, ՀԿ-ներ են ձևավորել, բոլորը մեդիա մշակումներ են անում, այսպես թե տեղեկատվական քաղաքականություն տարբեր դրսում։ Այդ դա իրոք հիբրիդային պատերազմը Հայաստանի Հանրապետություն կոչվող պետության դեմ։ Իսկ դա իրականացնում է Հայաստանի Հանրապետության իշխանությունը Եվրամիության ներգրավվածությամբ։ Այս պարագայում ունենք լկտիագույն process-ներ այն մասով, որ Եվրամիությունը Բրիտանիայի դեսպանը իդեպ Վենսը իր վերջին այցի ժամանակ անձնական ձևակերպումներ թույլ տվեց՝ ի աջակցություն գործող վարչապետի եւ այլն եւ այլն։ Տարիներ առաջ այդ ու նաև ձեր հարթակում բազմից ասել են, որ անթույլատրելի է Հայաստանը սարքել տարբեր ուժային բևեռների մրցակցության, հակադրության թաթերաբեմ։ Դուժելու ենք միայն մենք։ Ընդ որում երկու պարագայում ենք դուժելու միայն մենք։ Թե ռուսների հետ հարաբերություններում ենք դուժելու, թե Եվրամիության, թե Միացյալ Նահանգների հետ հարաբերություններում, այստեղ ամենանյութական շահերի սուբյեկտները դա իհարկե Ադրբեջանն ու Թուրքիան են, որոնք արդեն ստացել են մի կարևոր հանգամանք Զանգեզուրի միջանցք։ Իդեպ մեր հեռուստադիտողների կամ մեր լսարանին հիշեցնեմ, որ TRIP հասկացողություն գոյություն չի, դա ուղղակի ձևակերպում է։ Այն ինչի մասին պայմանավորվածություն է ձեռք բերել եւ նախաստորագրվել է պայմանագիր Վաշինգտոնում, դա Զանգեզուրի միջանցքն է, որովհետեւ եթե ուրիշ ֆորմատի կոմունիկացիոն այսպես ճանապարհ լիներ կամ պրոյեկտ լիներ, ապա դա կներգրավեր Հայաստանի ողջ երկաթուղային ճանապարհները եւ ուղիները, ինչպես նաեւ Ադրբեջանի, բայց արի ու տես, այնտեղ միայն նշված է Զանգեզուրի միջանցքի, այսինքն այդ 40 քանի կիլոմետրանոց հատվածի մաս, այսինքն Ադրբեջանն ու Թուրքիան հասան իրանց ուզածին։ Հայաստանը սպասարկեց նրանց շահը Միացյալ Նահանգների խավորությամբ, որպիսի հասարակության ներսում դա ռեյտինգը այդ աստիճան չնվազեցվի, բերեցին Միացյալ Նահանգներն, ասեն այն նայեք, մենք նոր որակի հարաբերություններ ենք ունեցել։ Հասկանում եք, դա շատ վտանգավոր է ռեգիոնալ գերտերություն հանդիսացող Ռուսաստանի եւ Իրանի պարագայում արևմուտքից սուբյեկտ բերելը ու դառնել նրա մունետիկը սպասարկողը։ Մեծ խնդիրներ ենք ունենալու, շատ մեծ խնդիրներ, իսկ առաջիկայում կարծես թե Հայաստանում միջուկային փորձարկումներ են անելու այդ մոդուլային կայանների միջոցով, որը երբեք աշխարհը ոչ միտեղ չի եղել։ Մի անգամ Տեխասում են բացել, հետո բացել փակել են, կոնսերվացրել են։ Այսինքն ամեն ինչի իբր շատ լավ է, ռադիացիոն էֆեկտը դրան վրա դիր, հա, այսպիսի իրավիճակ։ Այս առումով գործող վարչապետը ասում է, այ եթե ես այլևս չլինեմ արտաքին խաղացողներին, դուք բոլորդ կորցնելու եք ձեր այն ռեսուրսները, ձեր այն ջանքերը, ձեր քաղաքականությունը, հետո ամեն ձևից պետք է պաշտպանեք, եւ նրանք էլ Եվրամիության ֆորմատով այդպիսի այսպես խմբեր են ուղարկելու։ Ես ասեմ դες Հայաստանի պատմության ամենաայլանդակ ընտրություններն են լինելու, ամենաայլանդակ ընտրությունները, մարդու իրավունքները, ընտրական իրավունքները, թափանցիկությունը մոռացեք դրա մասին։ Ամենաբիրտ ուժով այդ ու նաեւ ընտրական տեղամասեր մուտքեր են լինելու, ձերբակալություններ են լինելու եւ այլն, այդ ու նաեւ մեդիաներ են փակելու եւ այլն եւ այլն։ Ինձ գիտեք ինչ է հետաքրքրում, որ այսպես ընտրությունների նախորդին պայքարում են Ռուսաստանի այդ հիբրիդային պատերազմի դեմ։ Ինչ է անում Ռուսաստանը, որ պայքարում են դրա դեմ։ Մենք Եվրամիությունից, Թուրքիայից, Ադրբեջանից, ԱՄՆ-ից փաստացի տեսնում ենք աջակցություն գործող իշխանությանը, որը կարող ենք համարել մեր երկրի ներքին գործերին խառնվել, բայց Ռուսաստանի կողմից որպես այդպիսին տեսանելի քայլեր չկան։
Ինչի դեմ են պայքարում։ Եթե ենթադրենք Ռուսաստանը ինչ որ բաներ է անում, ավելի լավ չի ունենալ իշխանություն, որին աջակցում է Ռուսաստանը, քան իշխանություն, որին աջակցում են Ադրբեջանը եւ Թուրքիան։ Թուրքաֆիկացումը, որը Ռուսաստանի այլընտրանքային մոտեցում է, այսինքն Ռուսաստանի հետ հարաբերությունների տիրույթից դուրս գալու արդյունքում Հայաստանը թուրքաֆիկացվելու է։ Գիտեք, տարիներ առաջ մենք ասում ենք Արցախի խնդիրը սրանք սենց են անելու։ Շատերը ասում են, այ դուք դավադրությունների տեսության դաշտից եք անում։ Եվ այլ ինչ էպիտետներ ասած չէին անում։ Որոշ մարդիկ, ովքեր լուրջ դեմքով, այն ժամանակվա չինովնիկներ են, որոնք այսպես մտան սրանց տակ, հա հենց այդ ձևակերպամբ, ասում են, այ դուք հիմա այլևս իշխանություն չեք կամ իշխանությունների նկատմամբ լոյալ չեք։ Ով ճիշտ դուրս եկավ։ Ինչ տեղի ունեցավ։ Միգուցե բոլորիդ համար Արցախը բեռ էր։ Ով հասցրեց այս աղետին։ Հիմա աղետի հաջորդ շրջափուլը կապված է զուտ Հայաստանի, բուն Հայաստանի հետ։ Հայաստանի իշխանությունը առաջարկել է իր ծառայությունները հակառուսականության այս ամբողջ քաղաքական դաշտի, հա։ Դրա սուբյեկտներն ու շահառուները տարբեր են։ Ադրբեջանը իր մասով, Թուրքիան իր մասով, Միացյալ Նահանգները իր մասով, Եվրամիությունը իր մասով։ Սրանք բոլորը նույնը չեն։ Ամեն մեկը մի մակարդակի քաղաքական օրակարգով է առաջնորդվում։ Գործող վարչապետի առաջնահերթ օրակարգը դա ադրբեջանա-թուրքական լոյալության ապահովում է եւ դրա ուղղությամբ իրենք հստակ քայլեր են ձեռնարկում։ Ռուսաստանի խնդիրը այն էր, որ գտնվելով շրջափակման մեջ եւ սանկցիաների մեջ, դեպի աշխարհի պատմության մեջ ամենասանկցավորված պետությունն է։ Ինքը կախվածություններ Ադրբեջանից, որովհետև նավթ ու գազ է վաճառում Ադրբեջանի միջոցով։ Դրա համար Ադրբեջանի կշիռն ու դերակատարումը ռուսների համար էականորեն մեծ էր։ Ադրբեջանը դրանով սկսում էր իր ֆիգուրան սարքելու process-ը։ Ու սկսում էր նոր հավակնություններ, նոր պահանջներ եւ այլն եւ այլն։ Դա սա գեոպոլիտիկա է, սա ընտանեկան հարաբերություններ չի։ Ընդհանրում մեր խնդիրը նաեւ այն է, որ հայ-ռուսական հարաբերությունները մեր ընկալում ընտանեկան է, այսինքն մեր հոպարն է, մեր քերին է, մեր որդեգրյալ հայրն է, ոչ։ Ռուսաստանը ունի իր շահերը։ Մենք պետք է կարողանանք գերտերությունների շահերը, այդ ունեն Միացյալ Նահանգների, Չինաստանի, Եվրամիության, մեր տեղն ու դերը գտնենք, ոչ թե մեզ որպես օգտագործման առարկա, օբյեկտ, միջոց, գործիք, մեզ մատուցենք որևէ մեկին ընդդեմ ինչ-որ մեկի։ Փոքր պետությունները կործանվում են հենց այդ ճանապարհով։ Ռուսաստանը ունի կենսական շահեր, որոնք այս կամ այն ձև, այս կամ այն հաջողությամբ իրականացնում են։ Տեսանք ռուս-ադրբեջանական հարաբերությունները ինչի հանգեցվեցին։ Տեսանք։ Բացասական Ալիևը նոր տերեր է փնտրում, բայց Ալիևը հասկանում է, որ պետքա կարողանա բալանս ապահովի, պետքա տարբեր մակարդակի տերեր ունենա։ Մի կողմից դա Թուրքիան է, ավելի բարձր մակարդակում փորձում են Թրամփի հետ հարաբերվել։ Իրանի հետ փորձում են զուսպ իրենց պայել։ Հայաստանը ի՞նչ է անում։ Հայաստանը որտեղ է այստեղ։ Այ գիտեք, մի լավ ձևակերպում կար, եթե նախկինում մենք սեղանի շուրջ էինք նստում, որպես սուբյեկտ, հիմա մենք սեղանի վրա ենք կամ կողքի սենյակում։ Մեր մասով որոշումներ են կայացնում, մեզ տեղյակ են պահում։ Սա մեր բոլորի հետ է կապված։ Մեր ֆիզիկական անվտանգության հետ է կապված։ Դպրոցներ են, չէ՞ Հայաստանում փակում։ 200-ից ավել։ 226։ Նայեք քարտեզի աշխարհագրությունը։ Միգուցե այդ այն հատվածներն են, որտեղ վերադառնալու են ադրբեջանցիները։ Մենք նայեք այդ քարտեզը։ Այդ կարծիքները քաղաքացիներն են հնչեցնում։ Քաղաքացիները չեն սխալվում։ Այս մասով քաղաքացիները չեն սխալվում։ Իհարկե, որպեսզի գյուղերը դատարկվեն, դպրոցը պետքա փակել, որովհետև գյուղերի հիմնական ռեսուրսը, որը գյուղերը կենսունակ լինեն, երեխաներն են, չէ՞, երեխաքը մեծանալու են, այս կամ այն ձև պետք է այդ գյուղը ոտի կամ պահեն իրանք մնան այդտեղ, չէ՞։ Դպրոցը չկա, գյուղը չկա, իսկ այդ դատարկ գյուղերը ում համար են իրանք նախապատրաստում են 250,000-ի համար։ Հիմա այս ամեն ինչի մեջ ամեն ինչում մեղավոր է Ռուսաստանը։ Ստեղ են ասել՝ իա իրոք, դուք ձեր խնդիրները ստեղծում եք հարևանների հետ, հետո սայթակումներ եք անում, հետո չեք հասկանում դաշնակիցը ոչ դաշնակիցից ինչով է տարբերվում, հետո չեք գնահատում այն ինչ որ դուք ունեք, որը կարող եք չունենալ այլևս, հետո սկսում եք մեղավորներ գտնել։ Ինչ է առաջարկելու Եվրամիությունը մեզ։ Գրանտներ, որ գրանտները, որ իրենց էքսպերտները գալու են այստեղ աշխատավարձներ ստանալ, իրենց մեդիաները այդ փողը ստանալու են, գործող կառավարության ներկայացուցիչները պարգևավճարներ են ստանալու ու Հայաստանի վրա է մնալու այդ ամբողջ գեոպոլիտիկ ծարաբեռնվածությունը։ Մտեք եք հələ ուրիշ բանի մասին մտածեք։ Հայաստանը ԱՄՆ-ի հետ թրիփ է ստորագրում Իրանի շուրջ ռազմական էսկալացիայի ֆոնի ներքո։ Իրանը մի հատ թեթև sense ալիք բարձրացնի, Հայաստանը քարտեզի վրա չի, 85 միլիոնանոց պետություն է։ Իրանը Իսկ դուք հասկանում եք կատաստրոֆա որն է, որտեղ Իրանում ցամաքային process սկսի, ռազմական ցամաքային process սկսի, այդ գաղթականները ո՞նց են գալու։ Հայաստանը այդ պարագայում հայերը Հայաստանում ազգային փոքրամասնություն են դառնում, որտեղ հյուսիսում բոլորը ազերիներ են։ Եթե մեղրիով գան հասնեն։
բազմաթիվ խնդիրներ հենց երբ որ մենք խոսում ենք գործող իշխանության մասին, նրա քաղաքականության մասին, առաջերտից սրանք պետք է թե այդ աղետը, որ եկել է այս երկիր, ո՞նց է եկել ու տակից ո՞նց է դուրս գալու։ Ու հետո նոր խոսենք, թե ով ում ընտրի։ Ասեմ ավելի, ես չեմ նախանձում, եթե ընդդիմությունը հաղթեց ընդդիմության վարչապետին եւ կառավարությունը, որտեղ այնպիսի մեծ ծանրաբեռնվածության տակ են մտնելու, որ վստահ եմ, որ ամեն ինչի լուծումները չեն կարողանա տալ, որտեղ մի զգալի մասով իրանցից չի գործող վարչապետի պայմանավորվածություն։ Ոնց է գնալու Միացյալ Նահանգների հետ նոր որակի հարաբերությունների, որտեղ արդեն կա պայմանավորվածություն։ Ոնց է տրիպի տակից դուրս գալու։ Զանգեզուրի միջանցքի տակից ոնց է դուրս գալու։ Հնարավոր չի չեղարկել։ Նոր իշխանության հետևանքներ են լինելու, իհարկե։ Մեծ հետևանքներ են լինելու։ Այս դրա մասին է խոսքը։ Այդ դրա համար ինքը ամեն ինչ անում է, որ դրսին ծառայի, որ կարողանան ամեն ձև ներսում սրան պահել։ Այդ թվում նաև ընտրական օրենսգրքի փոփոխություններ եւ այլն, որոնք ես չեմ բացառում, որ կարող են տեղի ունենալ այն տարբերակը, ինչ որ մի քանի ամիս առաջ առաջարկել էին։ Այս իշխանությունը փաստացի ցանկանում է գնալ երրորդ ժամկետի։ Հայաստանի պատմությունը ցույց է տալիս, որ երրորդ ժամկետը ավելորդ է, վերհիշենք 2018-ի դեպքերը, թեկուզ ժողովրդի հիմնական բարկության պատճառը հենց դա դարձավ, չէ, որ երրորդ նախագահը ցանկանում էր արդեն որպես վարչապետ երրորդ ժամկետ գնալ։ Արդյոք թեկուզ ընտրությունների միջոցով մենք հիմա էլ կարող ենք տեսնել ժողովրդի այդ բարկությունն ու անհանդուրժողականությունը երրորդ ժամկետի նկատմամբ։ Ես այդպիսի զուգահեռներ չէի տանի, որովհետև քաղաքական եւ գեոպոլիտիկ կոնյունկտուրան տարբեր էր 2018 թվականին եւ տարբեր է հիմա։ Եթե հիմա մենք ունենք իրավիճակ, որ Հայաստանի գործող իշխանությունները ունեն դրսի կուրատորներ եւ Հայաստանը արտաքին կառավարման ներքո է, 2018 թվականին իրավիճակը շատ այլ էր։ Եվ գումարած, որ այն ժամանակ Հայաստանում կար կիսանախագահական կառավարման համակարգ եւ անցում տեղի ունեցող խորհրդարանականի, հա, լեգալության առումով 2018-ին խնդիր չկար։ Լեգիտիմության առումով իհարկե խնդիր կար։ Բայց 2018-ի process-ները դրանք պայմանավորված process-ներ են, այդ թվում նաեւ արտաքին դերակատարների ներքին ինչ որ շրջանակների միջև, հա։ Նոր չի էս թեզ, ես 7 տարի այդ մասին ասել եմ, հա։ Ինչ որ մարդկանց համար միգուցե դա կարող անակնկալ լինի, բայց ոչինչ։ Հիմա իրավիճակը շատ այլ է։ Հիմա իրավիճակը այլ տիրույթում է։ Գործող իշխանությունը հասկանում է, թե ինքը ինչ արել երկրի պետության եւ մարդկանց հետ եւ օբյեկտիվորեն ունի լարվածություններ հետևանքների մասով, եթե իրանք այլևս իշխանություն չլինեն։ Այդ դրա համար են Ռուբեն Ռուբինյանների նման այդ դրամաչափի կամ ցածր կամ մի քիչ ավելի բարձր կերպարները այդպիսի այսպես նյարդով խոսում, այդպիսի լարվածությամբ խոսում, որտեղ իրենք հասկանում են, որ որորը իշխանազրկվեցին, ունենալու են խնդիրներ, մեծագույն խնդիրներ օրենքի հետ։ Չմոռանանք, որ գործող վարչապետը վերջին տարիների ընթացքում այդ իր ուղիղ եթերներով այնպիսի քրեա իրավական օրենքները խախտել, այնպիսի հոդվածների տակ մտել, որ առնվազն իմ համար շատ տարօրինակ է։ Սկսած դատարանների դռների այսպես փակում, ճնշումներ դատական համակարգի վրա, վերջացած ամենատարբեր process-ներ Արցախյան այդ պատերազմի հետ կապված, ասած ես կարող եմ այնպես անել, որ 5000 հոգի մարդ չմեռներ, բայց չարեցի, ուրիշ չասեն դավաճան կամ վախկոտ եւ այլն։ Ասենք դա հանցակազմ կա ենթադրող ցուցմունք է ինքդ կոդեմ։ Այդ մարդը ինչը կարծում եք իշխանությունը տալու լուրջ ինքը ամեն ինչ անելու է, որ այդ իշխանությունը ամեն գնով պահի։ Ու այսպես մի ուրիշ հանգամանք էլ ասեմ, ինքը գեոպոլիտիկ պատկանելության ընկալում չունի։ Այսինքն ասել, որ ինքը լիովին եւ ամբողջությամբ գտնվում է այս կամ այն բևեռի ազդեցության դաշտում, ինքը գտնվում է ինչ որ բևեռների ազդեցություն, երբ որ հասկացավ, որ այդ բևեռը կենսունակ չի իշխանություն պահելու իր նպատակադրման տեսանկյունից, միանգամից տեղափոխվելու այլ բևեռ ու այնպիսի առաջարկ կարող է անել, ընդ որում այդ նախորդ բևեռին հակադիր բևեռին, որ այդ բևեռում անգամ զարմանան, հա։ Մենք ունեցել ենք այդպիսի իրավիճակներ, ցավալիորեն Հայաստանի քաղաքացին ու պետությունն են տուժում այդ բառակը, որտեղ կներեք գեոպոլիտիկան եւ քաղաքականությունը դա շահի եւ այսպես գործընթացների սթափ դատողությունների դաշտ է ենթադրում, ոչ թե էմոցիոնալ կապվածության կամ հովանավորչության։ Դու պետք է հասկանաս, քո ՕԳԳ-ն ինչպիսին է պետության։ Սրա պարագայում կոնկրետն է, որ ամեն ինչ կհազդեն միայն իշխանության լինի։ Լավ, որն է ընդդիմության հիմնական անելիքը, ինչպես անտարբեր քաղաքացուն տանել ընտրության։ Մենք գիտենք, Փաշինյանի ընտրազանգվածը գնալու է, այն մարդիկ, ովքեր աջակցում են ընդդիմությանը եւ միշտ աջակցել են, նրանք գնալու են, իսկ ինչպես ընտրության տանել այն անտարբեր զանգվածին, այն մարդկանց, ովքեր մտածում են մեկը ընտրվելու է։ Կարևոր բան եք ասում, մեկ ընտրվողների
թիվը վիճակագրության տեսանկյունից տոկոսների առումով էլ հստակ չափելի չի, որովհետև մի շարք մարդիկ մերժում են ընտրությունները, մի շարք մարդիկ չեն պատասխանում սոցհարցումներում։ Ասեմ ավելին, այդ սոցհարցումների շեղման տոկոսն էլ ավելի մեծ է, քան դասական սոցիոլոգիական հարցումները, որտեղ մարդիկ հիմնականում չեն ասում, որ գործող վարչապետին են ընտրելու։ Նրանք ասում են այն մարդիկ, ովքեր 60+ են, իրենց համար մեկ է, բայց միջին խավ կա, չէ՞։ Օրինակ հարց առաջանում, մեծ բիզնեսը ում ընտրելու։ Մեծ բիզնեսը դրանք սեփականատերերը չեն մենակ, դրանք գործանի աշխատողներն են, դրանք ներքին ուղղորդումներով ընտրական տեղամասեր գնացողներն են եւ այլն, հա, որտեղ այդ մեծ բիզնեսն էլ ռիսկեր է տեսնում իշխանության փոփոխման մասով եւ այլն։ Ինչ պիտի անի ընդդիմությունը։ Նախ ընդդիմությունը պետք է ասի, որ խնդիրը իշխանության գալը չի։ Այսինքն իրանք չեն գալիս իշխանության մնալու համար։ Իրանք գալիս են կոնսենսուս -1 բանաձև, այսինքն մենք պետք է կպնենք գործին, որ ազատվենք աղետից։ Հետո արդեն արտահերթ ընտրություններ սահմանենք, ամեն մեկը ինչ պատկերացում ունի, ում ուզում եք աջակցեք, թող նոր խորհրդարան ձևավորվի, որովհետև այստեղ ընտրություն չի իշխանության մասին, այստեղ ընտրություն չի մանդատի մասին, այստեղ ընտրություն չի թե ով ավելի ուժեղ, ով ավելի լավ կառավարիչ, այստեղ ընտրությունը Հայաստան ունենալ չունենալու մասին, ու բացառապես դա փաստական դատողություն է, դա գնահատական չի։ Մենք խնդիր ունենք ազատվել աղետից։ Այդ աղետի բովանդակությունը ստրուկտուրно-ֆունկցիոնալի անալիզը կարելի է տալ, մասամբ ես տվեցի։ Այ քաղաքացիների հետ այդ մասին է պետք խոսել։ Այսինքն չասել, ես կգամ, ես կանեմ այս խնդիրը, այո, մենք ձեր վիճակը կփոխենք, բայց վիճակ փոխելու առանց մենք ունենք ուռուցքից պետք է ազատվել։ Դուք կարող եք ինձ ատել, չսիրել, բայց ես աղետ չեմ բերել այս երկրին։ Աղետ բերել ենք, եկեք իրար հետ իրանից ազատվենք, հետո ես այդու նաև քաղաքականությունից դուրս կգամ։ Բայց պետք է խնդրից ազատվել։ Այդ լոգիկայով քաղաքացիները կարծում եմ վերաբերմունք իհարկե կփոխեն։ Ընտրությունների նկատմամբ էլ, process-ի նկատմամբ էլ եւ ընդդիմության նկատմամբ էլ։ Ես վստահ եմ, որ իմ այս հարցադրումները անհրաժեշտ աջակցություն չեն ստանա ընդդիմադիր տարբեր շրջաններում, որտեղ մարդիկ նաև փող են դնում այդ ընդդիմության մեջ, բայց հավատացնում եմ ձեզ այդ երկիրն ու հայրենիքը շատ ավելի կարևոր են, քան այն փողը, ինչ որ դրվելու է կամ դրվում է, հա։ Եվ վերջի վերջո ասեմ ձեզ, եթե մարդը չունի իզմեր եւ կարմիր գծեր, դուք կարծում եք, որ դուք ընտրություններով իրան կարող եք հաղթել, այստեղ երկրորդ անգամ ասեմ իա իրոք, այդպես չի լինում։ Մարդը շատ մեծ բաներ ունի կորցնելու։ Իր համար ընտրությունները այլ գին ունեն ու արժեք, ընդդիմության եւ մի շարք այլ շրջանակների համար այլ գին ունեն։ Ընդդիմությունը պետք է հստակ հասկանա, ինքը գնում է մրցակցության ընդդիմության մարդու հետ, շրջանակի հետ, որը կարմիր գիծ չունի, որը խաղի կանոն չի ճանաչում։ Բա ո՞նց է հաղթելու։ Հետևաբար պետք է գերլարմամբ խնդիրներ ուզել։ Պետք է լինեն պլան B-եր, պլան C-եր, պլան D-եր եւ այլն եւ այլն։ Պետք է ընդդիմադիր սեգմենտը միաձուլված լինի, այո, մի քանի հոգով թող գնան, դաշինքներով գնան եւ այլն եւ այլն։ Փոքրերը պետքա միանան, ես ավելին ասեմ, շատերը թող ոչ թե դաշինքով միանան, այլ մի կուսակցության մեջ մտնեն։ Հայտարարեն, որ այո, դաշինքով են գնում, բայց մի կուսակցության ցուցակ ենք մտնում, որպեսզի շեմը կարողանան շատ ավելի հեշտ հաղթահարեն։ Խնդիրներ են ունենալու։ Ուղղակի կգան համակարգիչները կկալանավորեն, կտանեն, հաշիվները կկալանավորեն, ինչ են անելու այդ մարդիկ։ Չեն մտածել դրա մասին, պետքա մտածել։ Գարագին երկրորդը երկրից դուրս էր, չէ՞ գալու։ Տեսեք ինչ տեղի ունեցավ։ Ֆիկտիվ արհեստական գործով կաթողիկոսի վեհին չթողեցի երկրից դուրս գա։ Ինչ եք մտածում, որ ընտրությունների ժամանակ ամեն ինչ հեշտ ու բան հանգիստալու կամ օրենքի շրջանակով ամենևին այդպես չի լինում։ Ընդդիմությունը պետք է շատ ու շատ հետևողական լինի։ Պետք է կենցաղային հայերենով ասած արխային չլինի, որ կա ատելություն կամ կա քննադատություն գործող իշխանության նկատմամբ։ Եվ ինչ, աֆրիկյան երկրներում էլ շատ կան։ Ով է իշխանությունը պահում։ Ուժով փորձելու է պահի իշխանությունը բոլոր հնարավոր գործիքներով։ Ու ասեմ ձեզ մի բան էլ, եթե արևմուտքը հասկացավ, որ այստեղ իրավիճակը ընդդիմադիրների դաշտում շատ ամուր է եւ շատ կենսունակ միջոցներ կան, ես թերահավատ եմ, որ նրանք մինչև վերջ գոժանդակ են գործող իշխանությունը, իրանք միանգամից կգնան բանակցությունների նոր դերակատարների հետ, որովհետեւ արևմուտքին ամենևին պետք չի, որ այստեղ հակաարևմտյան ինչ որ հիստերիա ձևավորվի կամ հակաարևմտյան ինչ որ ուժեր ի հայտ կան, ամենևին։ Այդ արևմուտքը իհարկե տարանջատ է, ԱՄՆ-ն մի կողմ, Եվրամիությունն մի կողմ։ Իսկ ինչ անել այն ճակերտավոր ընդդիմության հետ, ով գալիս է քաղաքացու ձայնը փոշիացնելու համար, կարելի ասել, քաղաքացու ձայն խլելու համար որպես ընդդիմություն, բայց բոլորիս համար տեսանելի է, որ աշխատելու է ի աջակցություն իշխանության։
Եվ արդյոք քաղաքացիները կշեռքի նժարին չեն դնում այդ թեկնածուների, օրինակ ինչ է արել Նիկոլ Փաշինյանը այս երկրի հետ եւ ինչ են արել բոլոր այն մարդիկ, ովքեր այսօր նրա հետ մտնում են պայքարի մեջ։ Միած ստոպ տակ ստեղ օրինակ որ օրինակն եք ուզում։ Հա, որ ասեցիք նժարին չի դնում։ Կեղծ ընդդիմություն փոքրեր է, օրինակ, ում մասն է խոսքը։ Վերցնենք օրինակ Արամ Հա, որովհետև օրինակ։ Okay, չէ, ես ուտեմ ուրիշ բան հասկացա այդ փոքրերի մասում։ Նայեք, տեխնոլոգիա, քաղ տեխնոլոգիայի առումով գրագետ է ունենալ սատելիտ կուսակցություններ։ Հիմա օրինակ Երևանի համայնքների ղեկավարների մի մասը գործող ՔՊ-ի սատելիտ կուսակցություններից են։ Այն ինչ որ իրեն չի կարող թույլ տալ ՔՊ-ն կամ նրա խոսնակները կամ գործող վարչապետը, ասում են այդ սատելիտ կուսակցություն, հանրապետություն եւ այլն, չէ։ Ոչ հեռու անցյալում, կարծես թե բացառապես երեք հանրապետություն կուսակցության ղեկավարը ասաց, որ պետք է թույլ չտալ, որպեսզի ուժեղ Հայաստան կուսակցությունը գրանցվի։ Դեմոկրատիայի մասին խոսացող մարդիկ, որ ամբողջ կյանքը իբր դեմոկրատիա են, ասում են, այս կուսակցությունը պետք է մասնակցի, ես մենք չպետք է մասնակցի։ Ես չեմ բացառում, որ այդ իրողություն են դարձել։ Միգուցե այդ թեզը այն թեզն է, որ ՔՊ-ում կա, բայց գործող հանրապետություն կուսակցության ղեկավարն արտաբերում։ Մեկ այլ այդպես հարակից կուսակցության ներկայացուցիչ, ով ավելի շատ օտարերկրյա գործակալական ցանցի հետ իր կապերով հայտնի WikiLeaks-ի տվյալները վկա, ասում են, որ այս կամ այն նախագահին չպետք է թույլ տալ, որ ինքը մասնակցի այսպես ընտրություններին, միգուցե պետք է հերթական անգամ կալանավորել կամ շինծ ու քրեական գործեր հարուցել եւ այլն։ Հասկանում եք, Վրաստանում վերջին տարիներին տեղի ունեցած process-ներում Եվրամիության պետությունների արտգործնախարարները մասնակցում էին հակավրացական ցույցերին փողոցում։ Այսինքն ինքնիշխանության գաղափարը պետության իմաստավորման առանցքը այլևս դադարում է գոյություն ունենալ։ Դրա համար էլ այս մարդիկ այսպես են անում։ Եվ վաղը չեմ իսուրա Լատվիայի, Լիտվայի կամ չգիտեմ, արևելեեվրոպական կամ կենտրոն եվրոպական երկրների ղեկավարները կամ արտգործնախարարները կարող են այդպիսի քայլեր իրենց թույլ տալ։ Ասենք օրինակ, այս վերջերս աբսուրդի կամ տհասության ժանրից ինչ որ մեկ ասել էր, մենք կարող ենք որպես ՔՊ մեծամասնություն ազգային ժողովում Սամվել բառով տեխնացուների գրանցումը արգելել։ Դուք հասկանում եք մտածողության միջակայքի դեֆորմացիան սույն անձնավորության մոտ ուր է հասել եւ ինչպիսին է եւ դա արտաբերվում է։ Իդեպ ես ձեզ ասեմ, ես դա չեմ բացառում, որ իրանք կարող են հենց այդպիսի բան անել, հա, այսպես ասած, իհարկե իրավաբանները կասեն, որ իրավունք չունեն եւ այլն, ով ասեց, որ Հայաստանը իրավունքի երկիր է, այլևս կամ վաղուց արդեն։ Այնպես որ այդպիսի կուսակցությունների նկատմամբ պետք է լինեն շատ զգույշ, որտեղ դրանք ՔՊ-ի արբանյակ կուսակցություններն են, դրանք կոնկրետ խնդիրներ են լուծում ՔՊ-ին չընդունող ինչ որ զանգված է իրենց կողմը տանելու, քվեները փոշիացնելու, եթե դաշինքով գնան, միգուցե դաշինքային էլեմենտով կամ կուսակցական էլեմենտով շեմ անցնելու մասով, հա, այդ ուղղությամբ էլ ընդդիմությունը շատ գործ ունի անելու։ Ուժ ժամանակը շատ քիչ է եւ ցավոք ես չեմ կարծում որ իրենք այդքան ռեսուրս այնուամենայնիվ ունեն, որովհետեւ տեղեկատվական քարոզչական աշխատանքը, այդ նաև safe PR-ը, դեղին մամուլով այդ աղբը, որ հասարակությանը մատուցում է ընդդիմադիր ամենատարբեր շրջանակների պարկեշտ մարդկանց, խնդրահարույց մարդկանց մասով, ընդհանուր ընդդիմադիրի կերպարին բավական խոցելի են սարքում եւ ռեսուրսների անբավարարությունը իհարկե լինում է, բայց քաղաքականությունը պատերազմի կռվի դաշտ է, ուղղակի հնարավոր չէ, եթե մտել ես պետքա գնաս մինչև վերջ։ Այդ կամքն էլ կարծում եմ հաղթանակի հաջողության կարևոր գրավական պետք է լինի, բայց խելամիտ ու չափելի պլանավորումներով էլի։ Շնորհակալ եմ, պարոն։ Ես շնորհակալ։